զինապահի շահառու, զոհված զինծառայողների լուսանկարները, ինչպես նաև կենսագրությունները։ Հիշում ենք, զինապահի կայքի նոր բաժինն է։ Մեկ տարի առաջ ամփոփիչ ասուլիսին էին պատմել, մեր զոհված տղաների ճանաչման նախագիծ են ցանկանում իրականացնել։ Մեկ տարի անց նախագիծը պատրաստ է։ Բաժինը դեռ համալրվում է, շուտով բոլոր տղաների անունները կլինեն, պատմում է զինապահի հանրային կապերի տնօրենը։ Վերազինված կայքում նաև ըստ տարիների հասանելի են հավաքված միջոցներն ու կատարված հատուցումները։ Կարող ենք տեսնել 2017 թվականից ի վեր զինապահի պատմության ողջ ընթացքում ձևավորված միջոցները, նույն կերպ նվիրատվությունների մենյուն, նույն կերպ ակտիվների կառավարումից ձևավորված եկամուտների բաժինը։ Գործադիր տնօրենը կարևոր ձեռքբերում է համարում, որ 2024-ին 26%-ով բարձրացավ շահառուների հատուցման ամսական գումարի շեմը։ 2017-ից ի վեր որևէ վերանայում չէր եղել հատուցվող գումարների եւ այդ էր պատճառը, որ խորհուրդը հունվարի 18-ին անցյալ տարվա որոշեց ինդեքսավորելու, որպեսզի կարողանանք գնաճի ազդեցությունը թույլատրել։ Արդյունքում մենք տարեկան 4 միլիարդ դրամ ավել գումար ենք վճարելու մեր շահառուներին։ Զինապահի հոգաբարձուների խորհրդի նախագահը պատմում է, օրենսդրական փոփոխությամբ էլ հաշմանդամության կարգի փոփոխության դեպքում հատուցման գումարի չափը չի փոխվում։ Զինապահի շահառու դառնալու պահին ստացած գումարն են շարունակում ստանալ։ 2024 թվականի սեպտեմբերին կյանքի կոչվեց եւս մեկ աջակցության ծրագիր, հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց շահառուների մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաներին լրացիչ օգնություն տրամադրել, ի լրումն իրանց կողմից ստացված հատուցումների 50,000 դրամ ամսեկան։ Ընդհանուր զինապահի հատուցումներն աճել են 46%-ով։ Կարինե Սարգսյանը 2024 թվականի տարեկան եւ 2025-ի առաջին եռամսյակի հաշվետվություններն է ներկայացնում թվերով։ 2017 թվականից ի վեր մինչ օրս զինապահի միջոցները կազմել են 237 միլիարդ դրամ, որից 197 միլիարդ դրամը պարտադիր դրոշմանշային վճարներից, այսինքն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վճարած դրոշմանշային վճարներից, 28 միլիարդը ակտիվների կառավարումից, 13 միլիարդ մեր նվիրատուներից ենք մենք ստացել։ Իսկ 2017-ից 25 թվականների առաջին եռամսյակի դրությամբ հիմնադրամը հատուցում է տրամադրել 5491 շահառուների եւ նրանց ընտանիքների մոտ 14000 անդամների։ Զինապահն ունի ճկուն եւ կայուն ֆինանսական կառուցվածք, հայտարարում է գործադիր տնօրենը։ Եկամուտներն աճել են 57%-ով։ Պարտադիր վճարներ թե նվիրատվություն, ընդհանրապես ֆինանսական հոսքերից ենք հարցնում։ Կրկին Հայաստանը առաջի տեղում է։ 70-80%-ը մոտավորապես Հայաստանից է կատարվում մեր նվիրատվությունները եւ Սփյուռքը այդ առումով շատ պասիվ է, որի համար ցավում եմ։ Մեծ ֆինանսական նվիրատուների անունները շատ չեն, զինվորի կողքին լինելու համար զինապահը նրանց առանձին է ասում։ Շնորհակալություն։ Այս հիմնադրամին աջակցությունը միայն ֆինանսական չէ, որ կարող է լինել։ Մոնրեալում ապրող Հասմիկ Եղիյանի օրինակն եմ բերում, հերթական անգամ Հայաստան էր եկել 2023-ի սեպտեմբերի 19-ին։ Տեղահանման ծանր օրերը իր աչքով է տեսել, դիմել զինապահին։ Բայց ուզում էինք մի ձևով աջակցել, որ կարող էր ավելի երկար ժամանակով ազդեցություն ունենալ։ Հանդիպեցինք զինապահի հետ, նստեցինք գրեթե 2 տարի լինի։ Որոշեցին կլինի ֆիլմ Շահենի, Սեյրանի ու Էդմոնի մասին, նաև զինապահի մասին իրազեկող։ Թիմին միանում է ամերիկացի կինոռեժիսոր եւ լրագրող Ժոզեֆ Փենին ու ծնվում է ֆիլմը։ Ֆիլմն անվանել եմ «Ես որոշեցի պայքարել», քանի որ հավատում եմ, որ Շահենի, Սեյրանի, Էդմոնի կռիվը ոչ միայն երկրի, այլև կյանքի համար էր։ Սկսեցի պարապել երկարարկա, որ ընդունվեցի միջազգային արվեստի ֆակուլտետ։ Ռումինիա քաղաքում մեր հիմնը հնչեցրեցի, պատվո ներկայացրեցի Հայաստանից, իմ նպատակն է դառնամ աշխարհի չեմպիոն։ Մինչև ֆիլմը կավարտեին, Շահենը հասավ իր նպատակին։ Եվրոպայի աշխարհի չեմպիոնը պատրաստում եմ
հունիսին նորից գնալ Եվրոպայի առաջնությանը։ Մինչև պատերազմը սպորտով ընդհանրապես չի զբաղվել, այսօր նաև մարզիչ է։ Պետք է հարմարվել, ուրիշ տարբերակ չկա, ասում է Սեյրանը։ Մագիստրատուրայի առաջին կուրսն ուրվոր է կավարտի։ Ես շատ ուզում եմ համայնքների զարգացման վրա աշխատել, ինչքան էլ որ մենք բոլորս կենտրոնացած ենք մեր մայրաքաղաքի վրա, բայց կարծում եմ, որ ամեն ինչ սկսվում է մեր համայնքներից։ Ինչքան մեկս մյուսի ավելի լավ ենք ճանաչում, այնքան մեկս մյուսով մոտիվացվում ենք ու կյանքում ավելի մեծ հաջողություններ ենք գրանցում։ Իրինամ Կրշյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։